Եթե երբևէ բախվել եք մի իրավիճակի, երբ Կանադայում ձեզ անհրաժեշտ է եղել որևէ փաստաթուղթ թարգմանել հայերենից անգլերեն կամ այլ լեզվով, չեք կողմնորոշվել ում եւ որտեղ դիմել, խորհուրդ եմ տալիս դիտել այս տեսանյութը։ Երևան Counsel and Partners-ը մատուցում է փաստաթղթերի թարգմանչական ծառայություն, որը ստեղծվել է հատկապես Կանադայում ապրող հայերի համար։ Մենք իրականացնում ենք իրավաբանական, բժշկական, բիզնես եւ անձնական փաստաթղթերի ճշգրիտ եւ պրոֆեսիոնալ թարգմանություններ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, ֆրանսերեն եւ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ լեզուներով։ Բացի հասարակ թարգմանություններից մենք կատարում ենք նոտարական, ինչպես նաեւ ապոստիլով հաստատված թարգմանություններ, որոնք անհրաժեշտ են Կանադայում կրթական, պետական եւ իրավական գործընթացների համար։ Կանադայում բնակվող հայերին շատ հաճախ անհրաժեշտ է լինում Հայաստանի պետական մարմնի կողմից տրված որևէ փաստաթուղթ, օրինակ ծննդյան վկայական, ամուսնության վկայական, դատվածության տեղեկան, կրթական կամ իրավական այլ փաստաթուղթ թարգմանել հայերենից անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով։ Այս դեպքում ամբողջ գործընթացը իրականացնում ենք մենք, հարցում ենք կատարում Հայաստանի պետական մարմնին, ստանում ենք դրա պատասխանը, ապահովում ենք դրա ճշգրիտ եւ պրոֆեսիոնալ թարգմանությունը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում ենք նաեւ ապոստիլով կամ նոտարական հաստատումը եւ պատրաստի տարբերակը փոխանցում ենք ձեզ Կանադայում։ Եթե փաստաթուղթը արդեն իսկ ունեք ձեր մոտ ֆիզիկական կամ թվային տարբերակով, պարզապես փոխանցում եք մեզ եւ առանց որևէ խնդիրների մենք կազմակերպում ենք դրա ճշգրիտ, վստահելի եւ պրոֆեսիոնալ թարգմանությունը եւ ամենակարևորն է հնարավորինս սեղմ ժամկետներում։ Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն լեզվական ճշգրիտ թարգմանությունը, այլև այն, որ փաստաթուղթը լիովին համապատասխանի Կանադայում ընդունված պահանջներին եւ կիրառելի լինի պետական եւ մասնավոր կառույցներում։ Անկախ նրանից, թե դուք Կանադայի որ նահանգում եք գտնվում, ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել նաեւ օնլայն ձևաչափով։ Եթե ցանկանում եք վստահելի, պրոֆեսիոնալ եւ պատասխանատու թարգմանչական ծառայություն, դիմեք մեզ։ Չմոռանաք նաեւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ հետեւել մեզ սոցիալական հարթակներում։